Անա սակի։ Բաքվի Յասամալի շրջանում էքսկավատորը քանդել է տունը առանց բնակիչներին տարհանելու, շենքում գտնվողներից մեկը հոսպիտալացվել է։ Դատարանի նախնական վճիռ կա, որ ծանր տեխնիկա չի կարող օգտագործվել տան շուրջը։ Նրանք հրաշալի իրագործեցին որոշումը։ Տան շուրջն աշխատելու փոխարեն ծանր տեխնիկան քշեցին ուղիղ տան վրա, խփեցին, քանդեցին։ Ներսում 3 տարեկան երեխաս էր։ Մայրս արյան բարձր ճնշումով։ Շինաշխատանքներ իրականացնող Մելիսա գրուպը պնդել է, թե իրենք հրահանգ չեն տվել, բանվորներն են սխալվել։ Բնակիչներից Այթաջ Հաջիևան, սակայն Ազատության ադրբեջանական ծառայությանը պատմել է, թե մինչ այդ էլ կազմակերպությունը առանց օրինական հիմքի պահանջել է լքել տարածքը, տոնական օրերին իրենց զրկել էլեկտրաէներգիայից, քանդել աստիճանավանդակը, կոյուղին։ Բնակիչներից շատերը հրաժարվում են լքել իրենց տունը կառուցապատողի առաջարկած փոխհատուցման դիմաց։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ձերբակալվել են Մելիսա գրուպի գործադիր տնօրենն ու էքսկավատորի վարորդը, հարուցված է քրեական գործ։ Այս պահին տարածքում շինաշխատանքները դադարեցված են։ Դիտավորության կամ սխալի արդյունքում քաղաքացիների գույքին պատճառված վնասի չափը որոշելու համար քննություն կանցկացվի։